մենք տեսնում ենք, որ 2 օր է Ալիևը ուղղակիորեն հայկական տարածքները համարում է ադրբեջանական, ցինիկաբար միջև անգամ չի սպասում, որ այդ ֆեյք խաղաղության պայմանագիրը ստորագրվի, որից հետո իր ծավալապաշտական նկրտումները հայտարարի, ավելին ասում է, որ ադրբեջանցիները գալու են, ես գալու եմ, Ալաշուքյուր Փաշազադեն ըստ էության հայտարարում է, որ Երևանում այլևս իր հրամանագրով գործելու են ադրբեջանական հոգևոր կենտրոններ, Սևան չի եղել, դա պատմական Գյոնչան է եւ ադրբեջանցիները պիտի վերադառնան, ինչա հակազդում դրան Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, հայտարարում են դե Ալիևը դա ասում է ներքին լսարանի համար, ասում է Ալեն Սիմոնյան, հիմա ես քո հետ գրազ եմ գալի, արի դու պրոստը ներքին լսարանի համար, ասա Ալիև դու հայվան ես եւ չի կարող Սևանը լինել Գյոնչա, դա Սևանն է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, կարաս ներքին լսարանի համար այդ համբալին ասես համբալ, դու չես կարող Հայաստանի սուվերեն տարածքները ներկայացնել որպես Ադրբեջանի տարածք, նույնը Ռուբեն Ռուբինյանը, ով ըստ էության պեչատում է Ալիևի ասածը, ասելով, որ դե որ գնում ենք 5 հարտեզներին, այո, Սևան անվանումը չկա, դե արեք, ձեր դուխը կհերիքի, անգամ թեկուզ ներքին լսարանի համար, որ ձեր սենց կաշին ճղելով արդարացնում եք Ալիևին, ասում եք, դե բա ինչ ասի խեղճ Ալիևը, Սևանը Գյոնչանա, դե էդ էլ տվեք, հասկանում եք, նայեք ադրբեջանական մամուլը, սրանց ամբողջ խոսույթը տիրաժավորված է ադրբեջանական մամուլում, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ըստ էության ընդունում է, որ Սևանը դա ադրբեջանական ռեգիոն է, Սևանա լիճն էլ Գյոնչան է, սա կատաստրոֆա է, սա պատմական աղետ է։